Շնորհակալ եմ պատվարժան դատարան, իզարմանացին ի վերջո ձայն տվեցիք, որովհետև նախորդի որոշումը կայացնելուց առաջ ես ու իմ գործընկերս նաև Ֆեդերալը փաստորեն զրկված եղանք մեր դիրքորոշումը հայտնելու նախորդանքի հետ կապված, ինչը երևի պայմանավորված է ոստիկանական ֆակտով, երևի նկատելի չի։ Ամենայն դեպս դուք մեզ այդ հնարավորությունը չտվեցիք նախորդ վերաբերյալ հետ կապված մեր կարծիքը հայտնելու, մեր դիրքորոշումը հայտնելու, ասեմ այդ մասին։ Ինչև է, մի բան պիտի ասեմ, ցավոք պիտի ասեմ, որ դեր պարագայում պաստորեն աղոթքներ չոքվեց այս անգամ, որտեղ որ դուք եղացաք որոշական սենյակի, որով դալիջում գտնվող հոգևորականները բոլոր անձիկ միացան եւ մենք աղոթեցինք, որպեսզի արդարադատությունը իրականացվի, ըստ մեզ, բայց մեր մեծ ահագի։ Ասում, եթե աղոթած չլինեին, կարող է ամիսները երկար լինեին, բայց գոնե դրա շնորհիվ գոնե դարձավ մեկ ամիս, պատվարժան եւ որոշակի սահմանափակումներ։ Ինչեւ պետք է փաստել նաեւ մի բան, նախ միանում եմ այն բոլոր հայտնած կարծիքների կրկին չեմ ուզում կոմբատոնը, որտեղ տեսնում եք թվարկեն ինչ որ ասվեց այստեղ եւ ինքնագեների կողմից որտեղ նույնն է։ Ամեն ինչի եւ մասնավորապես ինձ Պետրոս Պետրոսյանի կողմից կամ ողջովին միանում եմ պիտի ասեմ մի բան։ 100 օր հայ առաքելական սուրբ եկեղեցու քահանան ըստ ինձ առանց մեղքի զրկված եկեղեցի մտնելու հնարավորություն։ Զրկված ուղղակի իր եկեղեցում աղոթելու, պատարակ անելու, իր հոտի հետ շփվելու հնարավորությունից։ Մարդիկ, որոնք նույն եկեղեցու կանոնների համաձայն իրավունք չունեն այնտեղ ծիսակարգեր կատարել, գնում են անում են։ Այսօր Երևանում, Հայաստանում շատ են այլազգիները, հնդիկները, չգիտեմ բաները, հապա պատկերացրեք նույն տրամաբանության։ Հնդկական մի խումբ թղկա մի ուրիշ եկեղեցի գվերավի, ասի էսի մեր գա, մենք ծիսակարգ ենք անելու, այս նույն տրամաբանության։ Ժամանակին ես ես մարզում աշխատել եմ դատախազ։ Հիմա պատկերացրեք, ես համաձայն չլինեի, որ ինձ ազատել են, ես հիմա հայտարարում եմ, որ ես էլի դատախազ եմ եւ հիմա ասենք ես հապանիչությունը հետ եմ դրանում։ Այս գործով ես նշանակել եմ մեղադրող կնիկ։ Մարդիկ ասում են բան, որը տրամաբանության հետ աղեց ընդհանրապես չունի։ Քիչ առաջ, երբ որ մեր ինքնություններն էինք ստիպում պատվարժան դատարան, մեզանից հարցրեցիք մեր պաստաբանական գործունեության արտոնագիրը եւ մենք ասեցինք արտոնագիր կոնկրետ 10-50։ Հիմա դուք պատկերացրեք, ես ինչ որ հանցանք կատարեմ, ես ինչ որ զանցանք անեմ կամ վարկագծի այն դրսևորումները ցույց տամ, որը իմ կտա համապատասխան բառնի ինձ իմ արտոնագրից զրկի։ Այսինքն այլևս ասել, որ ես իրավունք չունեմ, անկախ դրանից, որ ես իրավունք ունեմ, անկախ դրանից, որ անցած հսկա ճանապարհ ունեմ, եւ այլն, զրկում են ինձ պաշտպանական գործունեություն իրականացնելու իրավունք։ Ես համաձայն չեմ ելնում, օրենքով սահմանված կարգով, չգիտեմ, չեմ բողոքարկում կամ չեմ բանանում, ասում եմ ես չեմ ընդունում այդ մարդի որոշումները, քանի որ ես ինձ համարում եմ գործող, ծմահ գործող փաստաբան, որ գործով ուզենամ կգնամ, կմտնեմ այդ մարդկանց, կուզում ա չի ուզում, կսկսեմ պաշտպանություն իրականացնել։ Այդպես կլինի, չէ։ Այս ամեն ինչը մեր երկիր ու բոլորի ստանում է քաոսի։ Պատվարժան դատարան, անկեղծ եմ ասում, սա լավ բանի չի բերելու, սա լավ հետևանքներ չի ունենալու։ Միակ այդ տրամաբանության պատկերացրեք այստեղ նստած կամ եղած ոստիկանների մեկին ազատում են աշխատել, չէ, ասում են շատ լավ ծառայողում, շատ լավ աշխատել եմ, լավ եմ պրեմիա էի ստանում։ Ես շարունակում եմ մնալ, դատարանից դուրս չեմ գալի։ Սենց երևույթներ վաղը մյուս օրը մենք արտանավես ենք լինելու կարծում։ Պատվարժան դատարան, ես նորից գտնում եմ, որ չնայած հույս չունեմ պատվարժան, անկեղծ եմ ասում, ձեր ես որոշումը մինչև կայացնել եմ, մենք լիահույս էինք, որ կարող է ինչ-որ բան փոխել։ Բայց հիմա համոզված եմ, որ դուք նույն որոշումներ մեր վրա եք, ասենք մեր վրա են կալանքը կարող է ևս մեկ ամսով երկարացնել, կամ որ անկարծ իմ ասածի հետ համընկնում չլինի, կարող է 2 ամիս կամ չգիտեմ 3, չգիտեմ, բայց ամենայն դեպս ես կարծում եմ, որ դուք հնարավորություն չեք տալու, որ իմ պաշտպանյալը գտնվի ազատության մեջ, եւ որպես հայ քահանա, մարդ, որը իր ամբողջ գիտակից կյանքը ապրել է հոգևոր ձևով, ես որտեղից եմ ճանաչել Ֆեդերալին։
Այստեղից եկեղեցի այցելելու։ Երբ որ այստեղ էի աշխատում, հաճախ լինում էի եւ առավել քան հոգեվոր մարդ եմ ճանաչում։ Մարդ, որին հազարավոր հավատացյալներ վստահում են, կարոտել են ու սպասում են իր խոսքին, սպասում են, որպեսզի նորից տեսնեն Տեր Գարեգինին պատարակ անելիս, եկեղեցում հաղորդակցվելիս, ես չգիտեմ էլի, ինչ պիտի անի Տեր Գարեգինը։ Եթե ինչ որ միտեղ բերվում էր այստեղ պատճառաբանություն, թեև ես միանշանակ այն կարծիքին եմ այո, որ հարգարժան ուժողները բացարձակ այլևս կապ չունեն ոգևոր ծառայության հետ, հայ հավաքելական, իրանք ունեն ինչ-որ մի բան ստեղծած, ինչ-որ անուն ինչ են դնում են չեմ կարծել, բայց հայ առաքելական սուրբ եկեղեցու ոգևոր ծառայության հետ իրանք կապ չունեն։ Եթե այն պարագայում խոսվում է, որ մեղադրյալը եպիսկոպոսը, այս պարագայում իրանցից մեկն է քահանա։ Ինչ ազդեցություն պիտի ունենա Տեր Գարեգինը, ինչ ազդեցություն։ Ոչ մի բնավ զրոյա, այդ ռիսկերը զրո։ Չկա որևիցե ռիսկ, որ Տեր Գարեգինը կարող է որևիցե ձևով ազդեցություն ունենալ։ Պատվարժան դասարան, այո, խոսվեց, կրկնված լինեմ, որ մինչև այդ, երբ որ երկարացնում էին, պարոն Մասիս Մելքոնյանն այդ նույն հիմնավորումներով, որ կարող է վկա, ուր են այդ վկաները։ Շատ ենք ուզում տեսնենք այդ վկաները։ Վկաների վրա կազդեր, հիմա ուժողների, պետությունը դες պաշտպանման չի ոնց որ ուժողներն են այսօր պաշտպանվում։ Անկեղծ եմ ասում։ Ամեն ինչ պիտի ճշմարտության հատիկ ունենա, տրամաբանության հատիկ ունենա։ Այս պարագայում ըստ ինձ, այդ հատիկը բացակայում է պատվորելով դեպքում։ Ինչևէ, ես խնդրում եմ ձեզ, որպեսզի վեր կանգնեք ամեն ինչից եւ հնարավորություն տաք մարդկանց հավատալու հաղորդակցությանը։ Հազարավոր հավատացյալների հնարավորություն տաք, որպեսզի իրենց հովի հետ շփվեն։ Այդ նույն հովին իր հովի հետ շփվելու հնարավորություն տվեք։ Ոչ թե մարդկանց, որոնք այդտեղ գտնելու իրավունք չունեն, այդ ծիսակարգ անելու իրավունք չունեն, նրանց պաշտպանել, որպեսզի բրծեն եկեղեցիները։ Պատվարժան դատարան, միշտորդությունը ըստ ինձ անհիմն է եւ ենթակա է մերժում։ Բայց եթե այնուամենայնիվ դուք գտնեք, որ պիտի բավարարեք, ապա ես էլ եմ միանում գործընկերոջ եւ խնդրում, որ գոնե այլընտրանքային այլ խափանման միջոցներ կիրառվեն։ Տեսեք, այստեղ միակ բանն է, որ մի զարմանալի բան կա։ Եպիսկոպոսը բանտում գտնվելու պարագայում եկեղեցի այցելելու հնարավորություն ունի։ Այնտեղ կա մատուր, որ մտնում աղոթում է։ Իմ պաշտպանյալը ավելի մեծ վիճակում է գտնվում, տնային պետք չունի այդ հնարավորությունը։ Եվ այն միշտորդությունը, որ ես արեցի քննիչին, խնդրելով ինչ խնդրեցի, որ Սուրբ Ծննդյան օրը թույլատրեն, որպեսզի Տեր Գարեգինը մասնակցի պատարագին մերժվեց։ Ում է խանգարելու։ Այդ հնչած մի հոգու, մի հոգևորականի աղոթքը ում է խանգարելու, շատ եմ ուզում հասկանալ։ Ընդհանրապես խնդրեցինք, ասին ոստիկանների ուղեկցությամբ թույլ տվեք, որ Տեր Գարեգինը գնա մասնակցի պատարագին, չէ մերժվել։ Բեն Լադենն է։ Պատվարժան դատարան, եթե այնուամենայնիվ ասում եմ, պիտի ընտրվի խափան միջոց, ապա միշտորդում եմ, որպեսզի վարչական հսկողություն կամ այլ խափան միջոցների համակցություն, միասին մի քանի այլ խափան միջոցների նաև գրավ առաջարկում։ Վերաքննիչ դատարան ես բողոք եմ բերել, սակայն հետաքրքիր նախախնամության ձգվեց եւ հրապարակումը դրվեց այսօր։ Այսօր վերաքննիչ դատարանը հրապարակի, բայց արդեն առարկայելու կա։ Ամիս ու կեսա չէր ծանրաբեռնված է։ Տեր Գարեգինի բողոքին ժամանակը ման չկա, պատվարժան դատարան, որ հասնեն, արդեն իմաստ չունի։ Բայց այնտեղ նաև քանի որ շատ մեծ էր իր կողմից եկեղեցի այցելելու այդ ցանկությունը, իր հայրական տանը, որտեղ բնակվում է ծնողների հետ միասին եւ որտեղ բնակվում են իր կինը եւ երեք երեխաները, որոնցից մեկը անչափահաս է, անգամ տունը գնահատել էինք, որ բավականին արժեք ունի եւ տունն էինք առաջարկել գրավ։
հայրական տունը ամբողջովին մեծ տունը առաջարկել ենք որպես դրա, որպեսզի այլընտրանքային խափանմիջոց դրավ կիրառվի վարչական հսկողություն չբացակայելու արժեք, այդ քամիքին, ինչպես նշեցի, այսօր ադարակնի դատարանը հրապարակման օր հայտարարել տևական ժամանակ քննարկում էին ու շրջան։ Երևի տնձուգատի ցամաքներ ձեր դատական նիստի օրը եւ այսօրվա հրապարակման օրը։ Ինչևէ, այսքանը ավելացնելու բան չունեմ, Աստված իմաստություն տա բոլորիս, դեռ խնդրում եմ միջնորդությունը մերժել հարգարժաններ ադրողին, մեր միջնորդությունը բավարարել եւ հնարավորություն տալ դուրս եմ ասում, որ մարդիկ հավաքան արտադրություն։ Ուզում եք արձագանքել